Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Իրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպան պետք է սովորի խոսել ինքնիշխան քաղաքականության լեզվով, եթե ցանկանում է հասնել իր նպատակներին։ Մենք կկարողանանք օգտվել այս գրավչությունից եւ ինքնավստահությունից եւ կկարողանանք գոնե մասամբ իրականացնել մեր տեսլականը աշխարհում, միայն այն դեպքում, եթե մենք ինքներս սովորենք խոսել պետական քաղաքականության լեզվով, եթե մենք ինքներս դառնանք եվրոպական տերություն, հայտարարել է նա։ Կանցլերը նշել է 3 կետ, որոնք իր կարծիքով կարող են Եվրամիությանը դարձնել տերություն, եվրոպական անվտանգության ամրապնդումը եւ Ուկրաինայի շարունակական աջակցությունը, եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացումը եւ Եվրամիության համախմբվածության պահպանումը։ Հունգարիան չնայած Բրյուսելի ճնշմանը թույլ չի տա Ուկրաինային միանալ Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Եվրոպացիների 3/4-ը մերժում է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն Բրյուսելը շարունակում է առաջ շարժվել չնայած առկա բոլոր խնդիրների, գրել է նա սոցիալական ցանցերում։ Օրբանը հավելել է, որ Հունգարիան այն քիչ եվրոպական երկրներից մեկն է, որն ունի ուժ դիմադրելու Բրյուսելի կամքին։ Նա նշել է, որ կառավարությունը հետևում է ժողովրդի հրահանգներին, հավելելով, որ հունգարացիների 95%-ը մերժել է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը, գյուղացիներին անվտանգությունը եւ երկրում խաղաղությունը պաշտպանելու համար։ Միացյալ Նահանգների, Դանիայի եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները արկտիկական կղզու շուրջ դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը Reuters-ին ուղղված գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Դանիայի, Գրենլանդիայի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են քննարկելու, թե ինչպես լուծել Վաշինգտոնի արկտիկայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, պահպանելով Կոպենհագենի կարմիր գծերը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախորդին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս տեխնիկական խորհրդակցություններ է անցկացնում Գրենլանդիայի վերաբերյալ, որոնք պետք է դրական արդյունք տան։ Հիշեցնենք, որ հունվարի 21-ից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիմք է դրել Գրենլանդիայի վերաբերյալ առաջիկա համաձայնագրի համար։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցուցանցի իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ եւ հզոր ուժով, գրել է Թրամփը, նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է Աբրահամ Լինքոլն ավիակիրը։ Ինչպես եւ Վենեսուելայի պարագայում, այս դեպքում եւս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն եւ եթե պետք բռնության կիրառմամբ, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով ինքը հույս ունի, որ Իրանն արագորեն կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ արդար ու իրավահավասար համաձայնագիր կկնքի։ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դա լավ է բոլոր կողմերի համար։ Ժամանակը սակայն սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ, Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Դրանք չլսեցին ինձ, ինչին հետևեցին կեսգիշերային մուրճ գործողությունը եւ Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու, զգուշացրել է Թրամփը, նշելով՝ մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբեր տարբերակներ, այդ թվում երկրի անվտանգության ուժերի ու ղեկավարության դեմ ուղղված թիրախային հարվածներ, բողոքի նոր ալիք հրահրելու նպատակով։ Վաշինգտոնում քննարկումներին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ հնարավոր սցենարների թվում է նաև Իրանի հրթիռային ու միջուկային օբյեկտների դեմ
ավելի լայնածավալ գործողությունը։ Վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հավանաբար երբեք այսքան թույլ չի եղել, որքան հիմա, եւ այդ երկրի տնտեսությունը փլուզման եզրին է, կանխատեսելով, որ ապագայում Իրանում կրկին բողոքի ցույցեր կբռնկվեն։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հաբաս Արաղչին հայտարարել է, թե Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ 12-օրյա պատերազմից քաղաց արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ ու խորը։ Միևնույն ժամանակ Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար ու հավասար միջուկային համաձայնագիրը հավասար հիմունքներով ու առանց հարկադրանքի, սպառնալիքների ու ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ եւ երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն։ X-ի իր էջում գրել է Արաղչին, նշելով, որ նման զենքերը տեղ չունեն Իրանի անվտանգության հաշվարկներում եւ իրենք երբեք չեն ձգտել ձեռք բերել դրանք։ Իսկ հա Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Թեհրանը բաց է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, սակայն կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պարզապես ձգտում է իր կամքը պարտադրել։ Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան ուժերի կուտակման հարցին, Ղալիբաֆը զգուշացրել է Վաշինգտոնին, որ իր վրա հարձակման դեպքում Իրանը կպատասխանի։ Թրամփը կարող է պատերազմ սկսել, բայց չի կարող այն վերսկսել, ընդգծել է նա։ Ադրբեջանը եւ Եվրամիությունը համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության նախապատրաստման հարցում վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի հետ համատեղ։ Այս մասին ադրբեջանական պետական ազերթակ լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակությունը։ Սա հնարավոր է դարձել Եվրոպական միության ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ ամրապնդելու իրենց գործընկերությունը գլոբալ դարպաս նախաձեռնության եւ վերջերս ներկայացված միջ տարածաշրջանային կապի ծրագրի շրջանակներում։ Համաձայնագրի համաձայն կողմերը մտադիր են ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ ու խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունն ու խաղաղությունը, հաստատելով կայուն հարաբերություններ տրանսպորտի, էներգետիկայի եւ առևտրի ոլորտում։ Նշվել է, որ Նախիջևանի երկաթուղու նախագիծը դիտվում է որպես կարևոր ներդրում Ադրբեջանում ու ավելի լայն տարածաշրջանում շարժունակության ու տնտեսական հոսքերի ավելացման առումով։ Այս երկաթուղին Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի մի մաս է, որը նպատակ ունի Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի հետ, տարանցման ժամանակը կրճատելով մինչև 15 օր։ Եվրոպայի եւ Ասիայի միջև բազմազան, հուսալի ու կայուն երթուղիները սպասարկում են ընդհանուր ռազմավարական շահերը։ Այս երթուղիները փոխադարձաբար օգտակար են եւ նվազեցնում են գերկախվածության ռիսկերը, նշվում է հաղորդագրության մեջ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպենք։